Սիրիան մեզ համար իսկապես բաց դասակիր կա։ Ես կհասկանայի, որ դրանից հետո իրանք գային մեզ կոտորելու, ինչպես է եկան 44 օրյա պատերազմի ընթացքում։ Սա ինձ որևիցե օպտիմիզմի բաներ չի տալիս։ Հիմա որ ասեմ, օրինակ երբեք դեռ չեմ ասել եթերում, յուրատուկ էքսկլյուզիվ լինի հաղորդման համար։ Ասելիս մեկն է, որ չի կարելի թույլ տալ անընդհատ միակողմանի զիջումներ։ Ես եմ կարծում, որ տես չի։ Գիտեք ինչ կա, ձեր խնդիրների պատճառը այնա, որ ալավիները սաղ երկի իրար ձեռքին։ Մի հատ էլ դուրս են գալիս մի օր զբոսնում են, մարդկանց հետ խոսում են, այն կողմից։ Ես նույնիսկ ասեի քաղաքական ինֆանտիլիզմ։ Օրինակ մոնղոլները հիմա տխուր մի անկյուրում ծխում են, որ Բարև ձեզ, դուք դիտում եք հայկական գործոնը, ես Նունե Մելքումյանն եմ։ Բարև ձեզ, ես Ավետիք Չալաբյանն եմ, այսօր մենք խոսանք Սիրիայի մասին եւ մեր հյուրն է թուրքագետ պատմական գիտությունների տեխնացու Վարուժան Գեղամյանը։ բարև։ Ողջույն։ Մենք առհասարակ պլանավորում էինք Սիրիայի մասին խոսել, ինձ թվում է այն կոնտեքստում, որ մենք փորձում ենք մեր համար կարևոր աշխարհագրությունը հետազոտել, արդեն խոսել ենք Թուրքիայի մասին, ԱՄՆ-ի մասին, Սիրիան միանշանակ էստեղ էլ կա։ Իհարկե վերջին որոշ իրադարձություններն էլ դրթեցին, որ մենք ավելի շուտ խոսենք, բայց այսօր ուզում ենք sense ֆունդամենտալ խոսել Սիրիայի մասին եւ ընդհանրապես հասկանալ մեր համար, մեզ դիտողների համար, թե Սիրիան ինչ է ու ինչ է այնտեղ կատարվել ու ինչ է այդտեղ կատարվում։ Ու այդ կոնտեքստում շատ հետաքրքիր է, որ դու փաստորեն օգոստոսին Սիրիայում ես եղել։ Մի փոքր կպատմես քո այդ այցից ու հետո ընդհանուր էլ խոսենք։ Շատ լավ։ Միանգամից ասեմ, որ որպեսզի մեր հերթատողի մոտ չստացվի սխալ տպավորություն, ես արաբագետ չեմ, առավելևս սիրիագետ չեմ, այսինքն ես Սիրիայով զբաղվում եմ այնքանով, որքանով այն մեր ձոր արևելքի մաս է, որքանով այն ազդում է հայկական իրողությունների վրա, այդ թվում նաև անմիջապես քաղաքական, եւ երրորդ, որ գուցե ամենամեծ բաժինն է, որքանով որ դա ինձ համար յուրահատուկ հնարավորություն է հասկանալու Թուրքիայի արտաքին քաղաքականության մեթոդաբանությունը, կիրառականությունը, այսինքն ոնց է ինքը իրական կյանքում աշխատում, այլ երկրի օրինակ։ Մենք այդ զուգահեռն էլ հաստատ կանցկացնենք, հետաքրքիր է որովհետեւ շատ։ Եվ ինձ համար ոնց որ Սիրիան ըստ էության դա բաց դասագիր կա այն մասին, ինչ կարող է լինել Թուրքիայի հետ հարաբերություններում կամ հակամարտություններում։ Կարող է լինել մեր հետ։ Թուրքիայի հետ հարաբերություններում բնականաբար, եւ սա է եղել դրթիչ, այսպես պատճառը հիմնական, որ ես 24 թվականին եղել եմ Սիրիայում, բավական մանրամասն հետազոտություն եմ իրականացրել, հասցրել եմ հանդիպել պաշտոնական անձանց, նախագահի աշխատակազմ, զինվորականներ, կամավորներ, վիրավորներ, սովորական մարդիկ եւ այլն, այսինքն շատ բավական այսպես բան է եղել, լի այց է եղել եւ շատ օգտակար, որովհետեւ իսկապես այնտեղ բաներ եմ տեսել, որոնք բառացիորեն կրկնում են այն ամենը, բառացիորեն, նույնիսկ օրենքի մակարդակով ձևակերպման մակարդակով այն ամենը, ինչ որ հիմա Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են մեզ վրա պարտադրել, եւ այցի, եթե այսպես բովանդակային կողմը մյուս այսպես մի կողմ դնենք ժամանակավոր, ասեմ, որ դա ստացվում է, որ այն քիչ այցերից է եղել, որտեղ գիտնականը հնարավորություն ա ունեցել ծանոթանալ այդ երկրի վերջին օրերին, կարելի ասել, որովհետև ես ընդեղ եմ եղել օգոստոս ամսին, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբերի վերջին արդեն իրադարձություն տեղի ունեցել։ Այսինքն վերջին օրերի վկաներից եմ ոնց որ հայտնի աղա դրա ասում։ Իդեպ գիտես, հետաքրքիր է, որ դու դա ասիր, ուզում եմ քեզ հասնել, երբ որ դու օգոստոսին ընդեղ էիր, կային նախանշանները նրա, ինչ որ տեղ ունեցավ նոյեմբերին, որտեղ այն ինչ որ նոյեմբերին տեղ ունեցավ սրընթաց, ինչ որ իմաստով այդ բաներ, որոտ էր, այսպես ասած, բաց երկնքում, բայց մեկ էլ երկու շաբաթվա ընթացքում երկիրը, որ մինչև այդ ասենք 10 տարի դիմադրել էր թուրքական էքսպանսիային, մեկ էլ ծնկաչոք եղավ ու հանձնվեց, էլի կար դրա նախանշանները։ Շատ լավ հարց է, եւ եթե այս հարցը հնչեր նոյեմբեր ամսին, ես երբ որ դեռ այսպես Ասադի իշխանությունը արկա էր, ես պիտի ասեի, այսինքն լռեի կամ ասեի, խնդրում եմ այդ հարցը հանենք, որովհետև չի ուզենա վնասել Սիրիայի օրինական իշխանություններին, բայց հիմա ազատորեն կարող եմ ասել, որ իմ այցի երրորդ օրը ես իմ օրագրի մեջ, հետազոտական օրագիրը, որ պահում ենք երկիր այցելելիս, օրագրում երրորդ օրը շատ հստակ հիշում եմ նստել եւ գրել եմ հետեւյալ միտքը, որ այս մարդիկ այդպես էլ չեն հասկացել իրական թուրքական վտանգը եւ ամենայն հավանականությամբ դա ավարտելու է աղետով։
Ինչը բերեց քեզ։ Առաջի 3 օրերի հանդիպումները տեսախցիկների, այս ես նաև ֆիլմ էի նկարահանում, այսպես ճամփորդական, փաստագրական, տեսախցիկների արժեվ բոլորը խոսում էին այդ մասին, որ պատերազմում հաղթել են Թուրքիային փաստացի եւ հիմա ստիպել են, որ Թուրքիան գա իրենց հետ այսպես որոշակի բանակցային սեղանի շուրջ նստի, բայց հենց տեսախցիկը անջատում է, իրանք ասում են, որ իրենք վստահ են, որ սա Էրդողանի ուղակի այսպես խելագարության արդյունքն է, ինչպես անցած հաղորդմանը մենք այդ թեմային անդրադարձել ենք, եւ եթե Էրդողանը չլինի որևէ այլ քաղաքական ուժ, ավելի նույնիսկ եթե լինի Էրդողանի գլխավորած ուժը, բայց առանց Էրդողան, ոչ մի հարձակում Սիրիայի վրա չի լինի, որևէ փորձ Սիրիան գրավելու չի լինի, եւ երբ որ այս զրույցները եղան, այդ թվում դրանք պաշտոնատար անձինք էին, այսինքն մարդիկ, որոնք որոշումների կայացման վրա անմիջական ազդեցություն ունեին, երբ որ այդ զրույցները լսում են եւ հիմնավորումները այսպես իրենց համար ավելի շատ այն ինչ որ մենք անգլերենում ասում ենք wishful thinking-ի, այսինքն ցանկալին որպես իրականություն մատուցելու մեջ էր գտնում, ինձ համար պարզ էր, որ լիարժեք չի գնահատվում այն պատրաստությունը այդ պահին, որը ես որպես հետազոտող գիտեի, որ Թուրքիան անում է Սիրիայի ամբողջ սահմանի երկայնքով, Սիրիայի գրաված տարածքներում, էլ չասեմ նաև տեղեկատվական պատրաստությունը, հուշում էր, որ մենք ունենք մի կողմում պատերազմի եւ հարձակման պատրաստվող երկիր կամ ուժ, իսկ այս մյուս կողմում ուժ, որը կարծում է որ պատերազմը ավարտված է եւ կարելի է։ Իսկ հայերի կներես, իսկ հայերի շրջանակում շփվել ես հայ համայնքի հետ, էլի այդպիսի գնահատականներ էին հնչում։ Հայերի հետ անշուշտ շփվել եմ, ավելին հայկական համայնքը զգալիորեն օգտակար է եղել, չեմ կարող չհիշատակել այդ հանգամանքը, բայց ցավոք սրտի հայկական համայնքը բավական պայմանական ասենք ապակաղաքականացված է այդ իմաստով, այսինքն ավելի շատ հետևում է պետության պաշտոնական գծին, քան որ սեփական այսպես եզրակացություն են անում, թեև հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ հատկապես Հալեպում այն մարդկանց հետ ում հետ հանդիպել եմ, իհարկե տեսախցիկներից այն կողմ, շատ հստակ ասում են, որ այո, մենք հասկանում ենք, որ թուրքերի նպատակը ոչ թե ինչ որ ժողովրդավարություն կամ միայն իր այսպես հավանած ուժին իշխանության բերելն է, այլ իրականության մեջ ամբողջ առնվազն Հյուսիսային Սիրիան գրավելն է Հալեպի կենտրոնով եւ բերում են շատ հետաքրքիր միջելոց բաներ, դրվագներ, այսա հիմա որ ասեմ, օրինակ երբեք դեռ չեմ ասել եթերում, յուրատուկ էքսկլյուզիվ լինի հաղորդման համար, իմ զրուցակիցներից մեկը շատ մանրամասն պատմում էր Էրդողանի 2000-ականների կեսին առաջին այցը Հալեպ եւ որտեղ ինքը նկատել էր լինելով պետական պաշտոնյա, չեմ նշում անունը, որ չվնասենք իրեն, լինելով պետական պաշտոնյա, ասում է, որ մենք շատ հստակ արձանագրեցինք, որ Էրդողանը խախտեց պրոտոկոլը Հալեպ այցի ժամանակ, պետական պրոտոկոլը սահմանված, եւ ասի որն էր օրինակ այդ խախտման դրվագներից մեկը, ասում է, որ ինքը առաջինը, ուրեմն, երբ որ մեքենան հասավ այնտեղ, որտեղ պիտի Հալեպի նահանգապետը եւ Էրդողանը միասին մեքենայից իջնեին, ըստ պրոտոկոլի պետք է իջներ Հալեպի նահանգապետը եւ ապա նոր Էրդողանը, ասում է, Էրդողանը չսպասեց, Էրդողանի պրոտոկոլն եկավ, առաջին իջացեց, կարծես տանտեր ինքն էր եւ մենք զարմացել ենք, ոնց կարելի է ուրիշ նմանատիպ դեպք չի եղել, էլի ակնհայտորեն գիտակցված պրոտոկոլի խախտում էր եւ զուցակիցս ասում էր որ մենք այդ ժամանակ մեր մեջ քննարկում ենք, ասում ենք որ այս մարդը եկել է իր ընկալման մեջ իր տունը, որտեղ պիտի վաղ թե ուշ վերադառնա եւ ասում եմ շատ արագ իշխանությունն ասում են այդ թեմաներից մի խոսեք, նման բան չկա, մոռացեք կոնֆլիկտները, հիմա մենք ապրում ենք այսպես ասած խաղաղության եւ կայունության դաշտում։ Այդ քո ասածը մեզ հիշեցնում է մեր երկրի ներսում տեղի ունեցող դիսկուրսը, ինչ որ իմաստով, իհարկե Էրդողանը դեռևս Երևան չի եկել։ Մեքենայից դուրս չի եկել, բայց ինձ գիտես ինչն է հետաքրքրում քո ասածի մեջ, ըստ էության դու գնացել ես, տեսել ես այդ նախանշանները, զգացել ես, ու միևնույն ժամանակ մարդիկ խոսակցության մեջ ցույց են տվել ինչ որ իմաստով տենց անթույլատրելի բան, հա, տենց անհոգություն, ես նույնիսկ ասեի քաղաքական ինֆանտիլիզմ, որ իրանց շատերին կյանք արժեցել դրանից հետո, ըստ էության։ Ու այդ քաղաքական ինֆանտիլիզմի, ասենք, բաները, դրսևորումները տարբերել է, մենք մեր շուրջը անընդհատ տեսնում ենք Հայաստանում, հա, անընդհատ։ Ինչով ես դու դա բացատրում։ Ինչ է, դա ինչ-որ մի հատ, չգիտեմ, դա ինչ է, գենետիկ հիվանդություն է։ Շատ լավ հարց է, որի շուրջ ասեմ անկեղծ, մենք վերջին շրջանում գործընկերներով ավակ կրծեր գործընկերներով հաճախ ենք վերջերս զրուցում, որն է պարադոքսը, եթե քո հարցը մի քիչ ավելի լայնացնեմ, որն է այն պարադոքսը, որը հանգեցնում է
այն իրավիճակին, երբ տարածաշրջանի հինավուրց ժողովուրդները, բնիկ ժողովուրդները այդպես էլ չեն կարողանում ճիշտ գնահատել թուրքական ցավալապաշտական վտանգը։ Ընդ որում դա նոր չի եղել, դա այսօր չի, 3 չի միայն 20-րդ դարում չի։ Սկսած 11-րդ դարից թուրքերի մասսայական թուրքերի ավելի ճիշտ այս տարածաշրջան մասսայական զանգվածային ներգաղթից հետո անդադար կա վտանգի ըստ էության ոչ համաչափ գնահատական։ Երբեմն այդ գնահատականը ճիշտ դրվում է, արագ հարցը լուծվում է, այսինքն տեղի ժողովուրդները կարողանում են դիմադրել թուրքական այսպես ցավալապաշտությանը, բայց շատ արագ միանգամից ասում են, հա, դե եկեք համակեցությամբ ապրենք։ Այդ համակեցությունը անխուսափելիորեն ինչ որ պահի վերածվում է նորից թուրքական հերթական ցավալապաշտական հարձակմանը։ Որն է դրա բացատրությունը, այս պահին սա երկի ոչ գիտական փնդում է, իմ կարծիքով մենք երկու բանի հետ ենք առաջում։ Առաջինը դա տեղի ժողովուրդների, տեղաբնիկ ժողովուրդների մոտ այն ինչ որ մենք նախորդ անգամ ենք քննարկել խորհրդային պետության եւ կամ այլ բառերով պետական ավանդույթի անդադար շարունակական ավանդույթի համեմատաբար ավելի փոքր լինելն է կամ դրա բացակայությունը։ Թուրքերի համար մենք անցած դասին, անցած անգամ ներողություն եմ խնդրում, անցած անգամ մեր զրույցի ընթացքում դրան անդրադարձանք, որ Թուրքիան ժառանգորդն է օսմանյան, ապա բյուզանդական այդ մեծ մի քանի հարյուրամյա ավանդույթի, որը իհարկե նաև երևում է այսպիսի բաներում, հա, այս ճգնաժամերին դիմակայելու ունակությունների մեջ։ Եվ երկրորդ հանգամանքը կարծում եմ այնուամենայնիվ, որ տեղաբնիկ ժողովուրդների մոտ մի տեսակ կա եթե կարելի այդ բառն օգտագործել պասիոնարության, որովե ինչ որ չափանիշից ներքև է իջել, էլի, մի քիչ պասիոնարության, ակտիվության անկում, որը ինչ որ իմաստով բացատրելի է օրինաչափ իրավիճակներով կամ օբյեկտիվ իրավիճակներով, բայց միևնույն ժամանակ էլ այսին բան չի, տենց արդարացում չի, դոնակ թուրքերն են շատ հաճախ ասում, տենց կենցաղային զրույցներում ասում են, դե սրանք բաներ են, հոգնած ժողովուրդներ են, էլի, սրանք էլի պայքարել եւ այլն, դե դա ինչ որ դրվագներ մենք իրականում տեսնում ենք մեզ մոտ, բայց Արցախյան պատերազմը ճիշտ հակառակն էր ապացուցել, այսինքն եւ 1990-ականներին եւ նաեւ վերջին երկու պատերազմները ապրիլյան եւ 20 թվականին ապացուցել են, որ մենք պասիոնարության խնդիր չունենք, խնդիրը ավելի շատ էլիտաների կողմից այդ պասիոնարությանը ուղղորդելն է, ես տեսել եմ ձեր հաղորդումը էլիտաների մասին, կարծում եմ դուք այդ թեմային էլ եք անուղակի անդրադարձ կատել։ Կարծում եմ, որ սա է բացատրությունը։ Իսկ եթե ավելի խորը, թեպետ ես չեմ կարող ասել, որ ես նման վարկածի կողմնակից եմ, բայց կարծում եմ այստեղ որոշակի սաղմեր կարող են լինել, այն որ թուրքերն ամեն դեպքում սովոր են ոչ նստակյաց հա կյանքին ի սկզբանե եւ իրենք սովոր էին նրան որ գան եւ նվաճեն նոր տարածքներ, մինչդեռ այսպիսի հին ժողովուրդները, որտեղ որ սկսել են ապրել, այդտեղ էլ ապրել են միշտ։ Մեկը մեզ կոմենտ էր գրել, որ քոչվոր են ու շատ ավելի շարժունակ են, չեն կարա տեղները հանգիստ նստեն։ Ես մտածեցի դրա մասին, իսկապես հետաքրքիր միտք կա, որ ով որ սովորում ասենք հողագործության, սովորում ասենք 600 տարի իր այգին մշակելու բան, դառնում է ինչ-որ իմաստով շատ ավելի ավանդական ու տենց պասիվ։ Իսկ որ ոչ մի հողի հետ կապված չի, անընդհատ էքսպանսիայի մեջ է, որտեղ իրան նոր արոտավայր է։ Դա միշտ չի աշխատում, օրինակ մոնղոլները հիմա տխուր մի անկյունում ծխում են, որովհետև իրանք էլ էին ամենաակտիվները, բայց հիմա չունեն այդ ցավալապաշտություն, բայց անցած անգամ մենք դրան մի քիչ այլ ձևակերպումով անդրադարձել ենք իրականում, որ թուրքական քաղաքական մտքում երկու հանգամանք կա։ Առաջինը, որ իրանք միշտ ռազմական պետություն են, այսինքն պետության կարևորագույն ֆունկցիան համարվում է անդադար ռազմական գործի մեջ լինելը, հա, եւ Թուրքիայի Հանրապետությունն էլ դրա ամբողջական ժառանգորդն է։ Եվ երկրորդ բանը, որ թուրքական պետությունը, թուրքական պետական նախագիծը, պրոյեկտը այս տարածաշրջանում ստեղծվել է ի հաշիվ այլոց, հետեւաբար մշտապես եղել է ի սկզբանե թուրքական քաղաքական մտածողության մեջ ընկալումը, որ եթե մենք անդադար չենք նվաճում եւ պահում մեր սահմանագիծը, մեզ ամեն վարքյան կարող են գրավել նրանք, ովքեր որ այս հողի սեփականատերերն են կամ այս հողի իրական տեղաբնիկ ժողովուրդներն են։ Այս մտածողությունը թուրքիական մտածողությունից որևէ տեղ չի գնացել։ Նույնիսկ ամենապրոգրեսիվ, եթե այդպես, հա, բնորոշենք, նույնիսկ ամենապրոգրեսիվ շրջանակները, ամենապրոգրեսիվ քաղաքական գծի կողմնակիցները էլի կրողն են այս մտածողության տարբեր չափերով։ Մեկը համարում է, որ այդ սահմանագիծը պետք է անցնի այսօրվա Թուրքիայի Հանրապետության տարածքով, մյուսն ասում է, չէ, Հյուսիսային Սիրիայով, մյուսն ասում է ընդհանրապես պետք է նախկին Օսմանյան կայսրությունը լինի, բայց մոտեցումը բոլորը կիսում։ Էքսպանսիվ է։ Բայց մի բան վերադառնանք Սիրիային, էլ իրականում, տես հակառակ կողմն այնք, հա, Սիրիան, բոլորս գիտենք, որ բավական խայտաբղետ ըստ էության ազգային կազմ ունի եւ
մեծամասնությունը սունի արաբները մոտավորապես տարբեր տվյալներով 50-ից 60% են կազմում, ինչը վերջ ճշգրիտ ոչ մեկ չի կարողանում ասել, որտեղ պատերազմի արդյունքում էլ է շատ փոխվել ազգային կազմը, բայց ես ուզում եմ հասկանամ հետևյալը. ըստ էության թուրքական էքսպանսիան Սիրիայի տարածքում հենվեց հիմնականում հենց սունի արաբների վրա, եւ ես նաեւ ուզում եմ հասկանամ եւ քո պատկերացումներն հետաքրքիր շատ, թե ինչի են սունի արաբները թույլ տվել իրենց դառնալ թուրքական էքսպանսիայի գործիք։ Շատ լավ հարց է։ Մյուս արաբների դեմ, որոնց իրանք կոտորում են, որովհետև երբ որ մենք տեսնում ենք այդ ամբողջ ողբերգությունը ալավիների, կոտորվողն էլ արաբ, կոտորողն էլ արաբ, իրանք ընդհանրապես կրոնական տարբերություն ունեն։ Շատ լավ հարց է, ասեմ միջերից, որ դա իմ հետազոտական հիմնական հարցերից մեկն է եղել, դաշտ մեկնելուց առաջ։ Մինչև դրան ուղիղ պատասխանել, ասեմ, որ Թուրքիան հենվել է ոչ միայն արաբների վրա, գլխավորապես արաբների վրա, այո, սունի, բայց շատ էական հատկապես առաջին փուլում գործողությունների։ Այո, էականորեն հիմնվել է թուրքախոս այդ թուրքոման կոչված ցեղերի վրա։ Իմիջիալոց այդտեղ շատ կարևոր եմ համարում սա շեշտելը, որովհետև սա ուղիղ մեզ է վերաբերում, ինչ առումով, որ իրանք աշխատում էին այդ թուրքոմանական ցեղերի հետ, որոնք այդպես փոքր գյուղերով տեղակայված են մեծ արաբական, այսպես ասած, շրջաններում, հա։ Եվ այդ փոքր գյուղերի ժողովրդի սկսվեց քարոզչական, հետո նաև ֆինանսական, հետո նաև ռազմական եւ այլ աջակցություն ցաբերելով աստիճանաբար սնուցելով վերջիներիս, այդ գյուղերը վերածվեցին շատ արագ, երբ որ 2011-12 թվականին սկսվեց այն ինչ որ հետո պիտի կոչվեր պատերազմ քաղաքացիական իրականում Թուրքիայի կողմից Սիրիայի նվաճման փորձը եւ տարբեր շահառուներ դրան միացան, այդ առաջին շրջանում ներսից երկիրը պայթեցնելու համար էականային այդ թուրքոմաներով բնակեցված գյուղերը, այսինքն այդ թուրքոմանական գյուղերը դարձան ոնց որ ներսից սահմանը ջարդողները, ներսից երկրի անվտանգությունը խաթարողները, եւ սա ինչ եմ ասում, որ այսօր Ադրբեջանը եւ Թուրքիան համառորեն որ պնդում են, որ պետք է Հայաստանում այսպես կոչված վերաբնակեցվեն ադրբեջանցիներ, իրականում դրա ֆունկցիան բացառապես Հայաստանը ներսից պայթեցնելու համար է եւ մենք արդեն գործնականում դա տեսել ենք։ Վերադառնալով հիմնական հարցին, ինչու են արաբները աջակցում թուրքերին, վնասելով այլ արաբներին։ Այստեղ պետք է հասկանալ, որ Թուրքիայի կողմից կիրառվել է մի քանի մարտավարական քայլ։ Առաջինը, որ նախ բոլոր արաբների մոտ եւ ընդհանրապես արաբական աշխարհում Թուրքիան հետեւականային 2000-ականներից աշխատում է սեփական կերպարի վրա, այսինքն այդ կերպարը դարձնի դրական, գրավիչ, ոչ հեռու արաբներից, այսինքն մենք իրականում միասին ապրել ենք, այդպես է ներկայացում, հա, քարոզչական թեզը, մենք միասին ապրել ենք նույն պետության տարածքում, եթե չլինեն դրսի ուժերը, մենք իրար հետ հանգիստ կապրենք, իսկ դու այստեղ տեսնում եք էլի ուղիղ զուգահեռները ինչ որ հիմա մեզ են քարոզում, իսկ երբ են ապրել են, երբ որ արաբներին իշխում էին օսմանները, այսինքն թուրքերը։ Եվ եկեք նորից փորձենք այդ ամեն ինչը վերականգնել առնվազն մշակութային առումով։ Երկրորդը, էլի էքսկլյուզիվ բան ասեմ, 2000-ականներին Թուրքիան այնպես էր անում, որ արաբների մոտ տպավորություն ստեղծվեր, որ Թուրքիան իրենց գլխավոր հովանավորն ու այսպես օժանդակորն է։ Ու դրա գործերից մեկը հետևյալն էր։ Ուրեմն ամբողջ աշխարհի համար ֆիքսված էր որոշակի գին թուրքական հյուրանոցներում հանգստանալու համար, հանգստավայրերում Սիրիայի քաղաքացիների համար առանձին գին էր ֆիքսված, դա բաց է, մասնավոր սեկտորում պետությունը տվել էր ուրեմն թուրքական բոլոր հանգստյան վայրերին հրաման, որ Սիրիայից եկած քաղաքացիների համար իջեցված գներ եք տալիս, զեղչված գներ եք տալիս։ Եվ բարձր չէ որ մարդիկ թուրքական բանը իմանալով, այսպես туриզմի գրավչությունը իմանալով, բազմաթիվ արաբներ գնում էին Թուրքիա, հերիք չի իրենց մոտ մշակույթ էին իրենց բանանում, հա, ականատես լինում, երկրորդը բան հյուրասիրություն եւ երրորդը զեղչված գներ։ Բարձր չէ որ սա էլ էր այդ անվտանգության ընկալումը գնում։ Իմիջիալոց էլի կիրառելի է մեր համար, որովհետեւ մենք անցած անգամ իրար հետ քննարկեցինք, որ շատ հաճախ մեզ քարոզ են անում ասելով, որ ես հանդիպել եմ թուրքերի լավ են մարդիկ են։ Անտալիան Ստամբուլն այս հրեյսը, որ մեր մոտ հիմա ավիաթռիչքը, որը հիմա Ստամբուլով գնում է, ու ամենայժան հնարավոր բոլորից, ու ես շատ քիչ մարդ գիտեմ, ես օրինակ պրինցիպալ չեմ գնում այդպես, հա, բայց շատ քիչ մարդ գիտեմ, որը չի գնում։ Մի հատ էլ դուրս են գալիս, մի օր զբոսնում են, մարդկանց հետ խոսում են, այն կողմից կողմ նորմալիզացնում է փաստորեն իրանք, իսկ ստեղ փաստորեն այս տիպի բան
Մասշտաբը պատկերացրեք, այսինքն դա ոչ թե մի հատ չվերթ է, այլ ամբողջ մի քանի սեզոն, հանգստյան սեզոն։ Մյուս բանը, դե էլ չեմ նշում բան, Փափուկոժի այլ գործիքակազմերի վրա հեռուստացույցությամբ, սերիալներով քարություն, այդ հələ մի կողմ եմ դնում։ Մյուս կարևոր բանը, պարբերական բաներ էին, ուրեմն օժանդակության տարբեր փաթեթներ էին առաջարկում, նրանք, որոնք կարիքավոր էին, իսկ այդպիսի մարդիկ կային, հատկապես գյուղական բնակավայրում ապրող, ու այդ ամեն ինչը փաթեթավորում էին իսլամական քարոզի տակ, այսինքն այդ հիմնական քարոզիչները Թուրքիայից խոսող, դրանք թուրքեր չէին, դրանք հիմնականում Թուրքիայի հետ փոխկապակցված կրոնական գործիչներ էին, որոնք փոքր գյուղերում գնում էին, ասում էին եկեք մսկիթ, ես ձեր բոլոր դառները, այսպես ասած, հա, փարատեմ ու մեկին հերոստատուսային նվիրում, մեկին էս մյուս բանն էին տալիս, մեկի համար ոնց էին ցույց տալիս, որ Թուրքիայի կողմից է սա եկել, դա բացասում է։ Երբ որ արդեն այդ մարդը դրական էր հանդեպ տրամադրված, ասում էր մենք իսլամ ենք, չէ, մեր գլխավոր բանը իսլամն է, մենք բոլորս սուննի ենք, մեր սունիների գլխավոր առաջնորդներով այդտեղ միանում էր արդեն այն նախորդից ստեղծված կերպարը Էրդողանի եւ այլն։ Եվ այս ամեն ինչը հանգեցնում էր նրան, որ բազմաթիվ մարդիկ արաբներ ընկնում էին այդ քարոզչության տակ եւ մոտիվացված գումարով, այսինքն երբ որ դու արդեն դառնում ես ռազմական բաղադրիչի կրող, այսինքն դառնում ես զինյալ, ահաբեկիչ, դու նաեւ ստանում ես շատ լավ աշխատավարձ։ Եթե աշխատավարձն վճարում էր Թուրքիան միջնորդավորված հիմնականում բանով, հա, կատարական, այսինքն Կատարի փողերն էր միջնորդավորված Թուրքիայով գալիս էին, հիմնական Կատարներ ֆինանսական ծախսը իր վրա վերցնում։ Եվ այս ամեն ինչը միով բանիվ բերում էր նրան, որ շատ սիրիացիներ կռվում էին կամ փողով մոտիվացված, կամ երկրորդը կռվում էին, որովհետև իրենք կռվում էին հանուն իսլամի վերականգնման։ Այսինքն իրենք չէին ասում մենք գնում ենք դեպի Թուրքիա, ասում էին մենք նորից վերականգնում ենք իսլամական աշխարհը։ Դրա մի իսիսներ էլ այսպես կոչված իսլամական։ Բայց նույնիսկ դա, ես կհասկանայի, որ դրանից հետո իրանք գային մեզ կոտորելու, ինչպես եւ եկան 44 օրյա պատերազմի ընթացքում, հա, բայց նույնիսկ դա չի բացատրում, ինչ են իրանք իրանց երկրի ներսում հիմա հատել իրականում եղբայրասպան պատերազմ այն ինչ որ կոչվում ենք սեկտարիանիզմ, այսինքն նու աղանդ բառը տեղին չէ այս պարագայում, որտեղ ինքը հայերենում մի քիչ այլ նշանակություն է այսօրվա հայերենում, բայց դավանաբանական բաժանումներով պայմանավորված հակասությունները Մերձօրարքի վերջի 100 տարվա պատմության, առնվազն 100 տարվա պատմության ամենակարևոր այն, այսպես ասած, հենքերից են, որի վրա նստում են եւ լոկալ եւ գլոբալ կոնֆլիկտները եւ Իրաքը դրա վառ օրինակն է խոշոր հաշվով մենք նմանատիպ ոնց որ բաների փորձեր տեսնում ենք նաեւ այլ երկրներում օրինակ այդ մուսուլման եղբայրների միջոցով տարբեր իսլամադավան երկրներում փորձեր իշխանության գալ են մյուս հին ավանդական թևը չի թողնում եւ այլն հիմա Սիրիան երկիր էր որը գաղութարար երկրները 20-րդ դարի սկզբին դիզայն էին արել բառացիորեն կանոնով եթե նայեք սահմանին կնկատեք դա դիզայն էին արել որպես այսպես ասած ավանդական մերձօրարվելքի ասած երկու բաժնի էին էլի բաժանել մեկը քրիստոնեականը տանկ ծովափնյա Լիբանանի հատվածը այն մնացածում տեղավորենք հիմնականում արաբ սունիներին ու էլով մնա հա տակով մնա այսինքն ասած լրիվ ժողովրդագրական ինժեներիա էր ամբողջությամբ տենց վերևից բան էին սոցիալական պրոյեկտ որը դեպի պայթի վաղ թե ուշ այսինքն հա Հիմա սուննի արաբների համար հատկապես այդ հանաֆիական ճյուղի ուղղության ներկայացուցիչների համար նրանք որոնք որ սուննի արաբ չեն, այսինքն սուննի չեն, նրանք ավելի վատ մուսուլման են, քան քրիստոնյան Հա եւ հետեւաբար ավելի վատն են այսինքն նրանք ավելի վատն են հա բայց եթե ինքը նույնիսկ համատում է քրիստոնյա ասում է հələ քրիստոնյան հասկանում ենք ոնց որ հա մի աստծու է հավատում բայց ոնց որ ավանդապես եկել է բայց սրանք հո շեղված են հա եւ դրա համար հա արդեն ինքը ընկալում է իրանց որպես աղանդ վատ իմաստով եւ երբ որ դա էլ համապատասխան կողմերից խթան է այսպես տանում դա կարա վերածվի կոնֆլիկտի բանի նույնիսկ բառացիորեն ժողովրդական դաժանության, այսինքն մենք հիմա տեսնում ենք լինչի դատաստաններ փողոցում բառի ուղի իմաստով եւ այստեղ ուզում եմ հատուկ շեշտել որ նախորդիվ Սիրիական համարյա բոլոր կառավարությունները, այդ թվում նաև Ասադները, այս հարցը կարողանում էին ինչ որ իմաստով բան անել, բալանսավորել փոքրամասնություն ներկայացուցիչներին, բայց միևնույն ժամանակ իրենք հասկանում են, որ երկրի մեծամասնությունը սուննի արաբ է եւ չի կարելի լրիվ բան անել, ասենց ասած անտեսել եւ որոշ բաներ կային, այսպես քայլեր էին այդ ուղղությամբ արվում, քվոտաներ կային եւ այլն։ Հետո պետք չի մոռանալ, որ Սիրիան շարունակում է լինել ինչ
որ ասում են tribal society, ինքը ավանդական հասարակությունը, որտեղ գերակա են ցեղային միավորները։ Ես ինքս հանդիպել եմ ցեղի առաջնորդի, որը կռվում էր իմիջիալից Ասադի կողմից, հիմա անունը էլի չեմ տալիս, չգիտեմ, մարդես կարող վնասենք, այդ փոքր ցեղը, այդպես մի 2 միլիոնանոց ցեղ էր էլի։ Փոքր ցեղ, 2 միլիոնանոց։ Բայց իրանք սունի արաբ։ Իրանք սունի արաբներ էին, կռվում էին Ասադի կողմից, հովանավորվում էին Իրանի կողմից, այսինքն սունի արաբը հովանավորվում էր շիա երկրի կողմից։ Ես իր տանը եղել եմ, իր տանը, իր հյուրասենյակում, ուրեմն պատից կախված էր Բաշար Ասադի նկարը եւ կողքը կախված էր Իրանի հոգեվոր առաջնորդի Խամենեի նկարը, կողքը Ղասեմ Սոլեյմանիի նկարը զոհված, հա, եւ միջերով դες զրուցել ենք ունեցել, որ ասաց գիտես չէ, ով է քո տեղը նստած եղել 5 տարի առաջ, ասի չէ, ասաց Ղասեմ Սոլեյմանին, հենց այդ տեղում ոնց որ ինքը հյուրընկալել էր Ղասեմ Սոլեյմանին։ Այսինքն նույնիսկ այսպիսի խառը իրավիճակ ա եղել, որովհետեւ մի մասը յուրացրել էր սիրիական ոնց որ ընդհանուր պետության գաղափարը, մի մասը շարունակում էր ոնց որ փորձել իր բաժին պրեֆերենցիաները ստանալ։ Այսինքն մեկ ընդհանրական պատկեր միևնույնն է չէր եղել, մոզաիկա էր, որը համ շատ լավ բան է, միևնույն ժամանակ արտաքին ուժերի համար, որոնք ուզում են քեզ պարակտեն, շատ հարմար գործ։ Արժան, բայց դες Սիրիայում մի նախապատերազմյան Սիրիայում ալևիները ու տարբեր տվյալներով մոտավորապես 10%-ն էին բնակչության, նույնիսկ ավելի քիչ գուցե, բայց ստեցան քաղաքական եւ ռազմական իշխանությունը զգալի չափով իրանց մոտ էր կենտրոնացած։ Ինչպես է ստացվել, որ իրան կարողացել են, ընդ որում իրանք նաեւ հետաքրքիր է, որ իրանք ինչ-որ իմաստով երկրի հյուսիս արևմտյան մասում են հիմնականում կենտրոնացած, մասում է հյուսիս արևմտյան, ինչպես է ստացվել, որ իրանք կարողացել են իրանց այսպես ասած քաղաքական, ռազմաքաղաքական գերիշխանությունը հաստատեն երկրի նկատմամբ, ինչպես է ստացվել, որ փաստորեն մոտ 70 տարի այդ ընտանիքը կառավարել է, չէ՞, ինչպես է ստացվել, որ այդքան երկար կարողացել են պահել։ Ու մի հատ ավելացնեմ այդ հարցին էլի ու արդյոք այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք, այս էթնիկ զտումները, հա, այս սարսափը, որը իրանց դեմ արվում է, արվում է, որովհետև իրանք ալավի են, թե արվում է, որովհետև Բաշար Ասադն էր ալավի եւ նրա նկատմամբ կա այ էդ էլ շարունակեմ էլի, հա։ Շատ լավ էլի երկու հարց են։ Ես շատ արագ պատասխանեմ Ավետիքի հարցին, այստեղ իհարկե պետք է դիմենք ավելի նեղ մասնագետի Սիրիայի պատմության, որտեղ ես ինձ չեմ համարում բնավ դրա գիտակը, բայց պետք է եթե ընդհանուր այսպես պատկերը տանք, ուրվագից ավելի ճիշտ տանք, ապա Ասադների ընտանիքի հաջողության, իշխանության հաջողության այսպես հիմնական գրավականները, որ նրանք եւս ներկայացնում էին զինվորական այսպես համայնքը, Ասադի հայրը Հաֆեզը զինվորական էր եւ ինքը խոշորաշով զինվորական ռազմական հեղաշրջման արդյունքում է եկել իշխանության, իսկ արևելքի գրեթե բոլոր մոդեռնիզացվող երկրներում զինվորականները դրանք հասարակության տարանջատված հատվածն էին, որոնք իրենց վրա էին վերցնում այդ զարգացման բերը, բայց միևնույն ժամանակ բոլոր տեղերում հաստատել են դիկտատուրա, Աթաթուրքից սկսած, ավարտած ուրեմն Եգիպտոսով, Թունիսով եւ այլն։ Եվ այստեղ պատահական չէ, որ իրանք դա հենց իշխանությունը վերցնում է Հաֆեզ Ասադը, առաջի գործը դա նորից ավտորիտար ռեժիմ սարքելն է, որտեղ այլ ձևով կառավարել է բարդ համակարգը, մի հատ էլ բերել մոդեռնիզացիայի այսպես սեփական պրոյեկտը գրեթե անհնար է։ Եվ խոշորաշով իրենք ամբողջ այդ նրա հաջորդ շրջանում հենց այդպես են կառավարել երկիրը։ Այսինքն մոդելը հետևյալն էր, որ մենք սիրիական արաբական պետություն ենք, որտեղ բոլորս սիրիացի ենք որպես մեծ բան, վերին ազգային բան, այսպես հա, մակարդակ, որ Ռուսիանին մենք բոլորս ռուսաստանցի ենք, բայց առանձին հայ ենք, արաբ ենք, ալավի ենք, չգիտեմ, քուրդ ենք եւ այլն ենք։ Եվ դա իհարկե բավարարում էր հասարակության մի հատվածին, բայց հասկանում եք, չէ՞ որ քաղաքական վերնախավեր օրինակ քրդերի, սուննի արաբների, որոնց հետ աշխատում է նաեւ արտաքին ուժը, բնականաբար դա փորձելի օգտագործել ամեն պահ, որպեսզի այսպես փորձի ինքը դառնա իշխող ուժը։ Եվ այստեղից սահուն անցում կատարելով Նունեի հարցին մենք խոշոր հաշվով երբ որ հիմա հարցակվում են ալավիների վրա կա երկու բաղադրիչներ մեկի պարագայում դա գիտակցված բանն է պատիժն է նրանց ովքեր որ ժամանակին եղել են իշխանության հենարանը մյուսի դեպքում այդ արդեն հիշատակածի կողմից արված քարոզն է որ գիտեք ինչ կա ձեր խնդիրների պատճառը այնա որ ալավիները սաղ երկիր իրաց ձեռքին։ Հիմա գնացեք ու իրանց
ինչ որ պետք է արեք։ Դա նաև ոնց որ հնարավորություն է ուրիշի ձեռքով չեզոքացնել ցանկացած իշխանության հանդեպ հավակնություն նկարտում։ Եվ նույնը կարող է լինել նաև դրուզների նկատմամբ, եթե դրուզները այս պայն ավելի կազմակերպած չլինեն, քան ալավիները։ Իսկ հայերի նայեք, հայերը նախ թվականակով շատ զիջում են քննարկվող բաներին, այսինքն որևէ ձև Չէ, բայց վրեժը ես նկատի ունեմ, այլ չէ որ անկել են հայերը մեծ մասամբ Ասադի կողմնակիցներ էին, հայերը այո, Ասադի կողմնակիցներն էին, հայերը Ասադին լիարժեք աջակցել են եւ այն պատճառով, որ եղել է թուրքական վտանգ, եւ այն պատճառով, որ Ասադի իշխանությունն է, ոնց որ ցանկացած փոքրամասնություն այնպես էլ է սպարակայում հայերը փաստացի որպես փոքրամասնություն աջակցում են իշխանությանը։ Եվ որովհետեւ փոքրամասնություններին ինձ թվում է լավ վերաբերվում։ Դե նաև իրենց տարբերական, հա, այո։ Բայց ես ասեմ շատ հստակ է եղել հայերի առնվազն գոնե մեր նախավի համար 2011 թվականից սկսված պատերազմական փաստացի գործողությունների ընթացքում, որ Թուրքիայի կողմից ղեկավարվող այս հարձակումը ունի նաև հստակ թիրախավորում հայերի ուղղությամբ, օրինակ Քեսապում, այսպեսի բան ասեմ, հարձակման ժամանակ եթե այլ տեղերում մտնում էին, ասենք, չէ, թալանում էին ոսկյա զարդեր, նմանատիպ, այսինքն թանկարժեք գույք, հայերի պարագայում մտել են, թիրախավորված գնացել են, Քեսապի, որը փաստորեն հայկական մնալու շնորհիվ մնացել Սիրիայի կազմում, Կարդինալ Աղաջանյանի ջանքերով 1930-ական եւ այլն, դա մի շատ ավելի հետաքրքիր պատմություն է։ Ուրեմն հայ մտել են, հայերի պարագայում առաջին ეთին թիրախավորել են, ուրեմն հայկական համայնքի ամբողջ արխիվը։ Հիմա հարթ խիեր պետք ինչ որ sense մորուքավոր բաների, հա, terroristների աբեկների արխիվը մտնեն։ Դերևս տված բաներ են, հա։ Այսինքն այնտեղ կասկած չկա, որ թիրախավորված է եղել այդ հանգամանքը։ Ինչ են այլ ոչնչացրել են, թե արգելել։ Չկա, հիմա տարել են, թե վառել են, թե ինչ են, չկա ուղղակի։ Այսինքն այն տասնյակ հարյուրավոր եւ հազարավոր փաստաթղթերը, որոնք հայկական գույքի մասն էին, Կիլիկիայի հանդեպ հայկական գույքի վկայություններ էին եւ այլն, չէ որ քեսապահայությունը դա Կիլիկիա հայության ոնց որ սահմանից այս կողմ մնացած բեկորդ է, այդ ամեն ինչը չկար, վերացրել են։ Հիմա պարզ է չէ որ տեղ հանգիստ կարելի է գոնե ենթադրել, որ գործ ունենք ակնհայտորեն թուրքական, այսպես հակահայկական քաղաքականության հետ։ Որ խոսում էինք ամենասկզբից այն թեմայով, որ այդ վտանգը Թուրքիայից չի զգացվում, ու երբ որ ես մտածում եմ Սիրիայի մասին առհասարակ, իմ մոտ աչքիս առաջ գալիս է մեր վաղվա օրը որոշակիորեն, կարծում եմ բոլորիս մոտ, որովհետև փաստորեն օգոստոսին, երբ որ իրենք այդ վտանգը չէին զգում, արդեն տարիներ շարունակ իրանց երկրի մի մասը արդեն օկուպացված էր, այնտեղ արդեն թուրքեր էին, ուրիշ մասերում թուրքոմաններ էին, կար այդ Սիրիայի ազգային բանակը, եթե ճիշտ եմ ես SNA-ը թարգմանում հայերեն, ու այսինքն սա ինձ որևիցե օպտիմիզմի բաներ չի տալիս, որովհետև փաստորեն սենց ոտ գալիս են քո երկիրը մաս գրավում են ու դու մեկա ինչ որ խաղաղության դարաշրջանի state of mind էսպես ասած էլ է, հա։ Մի բան քեզ ասում եմ, այդպես ինձ թվում է, այստեղ մենք շատ լավ պետք է հասկանանք, որ այն ինչ որ տեղի ունեցավ Սիրիայում, այո, մեր համար կենթանի դաս է։ Սիրիան որոշակի sense փորձադաշտ է, լաբորատորիա է, թուրքական նոր արդի էքսպանսիոնիզմի, հա, ու ինքը որոշակի տես բաներ ունի, հատկանիշներ ունի։ Բայց ինչի նոր։ Նոր են իմաստով, որ այդ մասշտաբի, հա, վերջին նկատի ունեք, այդ մասշտաբի, մի րոպե, Թուրքիան, ասենք, մինչև Սիրիան գրավել էր Կիպրոսի հյուսիսը, բայց այդ մասշտաբի, որ 20 միլիոն պլյուս բնակչությամբ երկիր ըստ էության, պրոքսիների միջոցով գրավի, իր քաղաքական պարտադրանքը բերի, դրան գումարած ըստ էության ցեղասպան գործողություններ եւ այլն, հələ որ այդ մասշտաբի բան չէր եղել, հա։ Ու Կիպրոսն եմ ասում, իհարկե Արցախն էր Թուրքիան գրավել, պետք է հաշվի առնել, որ բոլորը դրանք ինչ որ իմաստով է թուրքական էքսպանսիոնիզմի նույն շղթայի տարբեր օղակներ են։ Բայց հիմա տեսեք, իմ համար ակնհայտ է, որ այդ շղթայի մեջ Հայաստանի Հանրապետությունն էլ է գտնվում։ Իրանց երկարաժամկետ պլանների մեջ կա Հայաստանի Հանրապետությունը, որը բնականաբար պետք է սկսեն հարավից, որը թույլ օղակն է, եւ փորձեն աստիճանաբար այդ օղակը սեղմել Հայաստանի Հանրապետության շուրջը։ Հիմա ինչ որ տեղի ունեցել Սիրիայում, առնվազն մեր համար պետք է դաս լինի բազմաթիվ բաներով, հա, պարամետրներով։ Այդ դասերից մեկը, ասենք նշեմ, բայց մնացածների մասին կարող ենք խոսալ։ Դասերից մեկն է, որ չի կարելի թույլ տալ անընդհատ միակողմանի զիջումներ։ Ցանկացած միակողմանի զիջում, ցանկացած բանի, որին դու համաձայնվում ես, առանց դիմացը համարժեք ինչ-որ բան ստանալով դիմացից, երբ որ դու զիջում ես անում հանուն խաղաղության, այսպես կոչված, բերում է նրան, որ դիմացին հետ ուժեղանում է, դու թույլանում ես։ Եվ դիմացին հետ դա հասկանում է։ Եվ դիմացին հետ դա հասկանալով,
ինչ որ ժամանակ հետո կուլ տալով արդեն այդ զիջումը, մարսելով այդ զիջումը, սկսում է հաջորդ փուլը։ Ու դա տեղի ունենում մենք օրինակ տեսնում ենք մեր դեպքում 20 թվականից սկսած դու ունես ամեն տարի միակողմանի զիջումներ, ամեն տարի։ Եվ այդ զիջումների վերջը չի երևում, քանի դու չես կանգնել։ Հիմա մենք այսօրին խոսում ենք, դե ֆակտո հիմա մենք ակնատես ենք լինում առայժմ թղթի վրա, բայց զիջումների ոնց որ նոր փուլին ընդունում բացարձակ միակողմանի։ Բացարձակ ոչ մի բան չկա։ Ընդունում են, որ միակողմանի է։ Ոչ մի ինդիկացիա չկա, թե Ադրբեջանը տվյալ դեպքում եւ իրականում Թուրքիան, որը դրա գաղափարախոսն է, ինչ ազիջել խաղաղության պայմանագիր կնքելու համար, բացարձակ ոչ մի ինդիկացիա չկա։ Միակողմանի, ասենք իրանք էլ են ասում Հայաստանը մեր պայմաններին համաձայնվել է, բայց բացի դրանից, որպեսզի մենք սա ստորագրենք, հələ մի հատ էլ S ու երրորդ նախապայմանը գոյություն ունի։ Դրա համար մի էլ մտածեք, որ մենք ստորագրել ենք։ Თუ Հայաստանը գնա այս անի, այն անի եւ այն անի, դրանից հետո մենք կմտածենք։ Ես իդեպ համոզված եմ, որ եթե մենք հանգարց թույլ տանք, որ Հայաստանը այդ ամեն ինչը անի, օրինակ սահմանադրություն փոխի, նոր նախապայմաններ կառաջանան բնականաբար։ Ոստի առաջի դասը, որը ես իմ համար բան եմ անում, սերտում եմ, ստեղից հետևելն է։ Մի համաձայնվեք երբևիցե որևէ միակողմանի զիջումների։ Եթե պետք է, որ մենք այդ միակողմանի զիջումների դեմը առնենք, նույնիսկ մեր կյանքի գնով, իմ համար իմ անձնական կյանքը ավելի թանկ չի, քան թե այն ինչ որ տեղի ունենալու այդ շղթայական ռեակցիա արդյունքում, որտեղ մենք տեսանք, չգիտեմ թվերը դուք ասես ավելի ճշգրիտ, որտեղ ես լսել եմ, ասենք 1000-ից մինչև 10000 զոհ Ալևիների, հա, Լատակիայում, Տարտուսում, Ջեբլայում եւ այլն, հա։ Հիմա իսկ այդ մարդկանց կյանքը կյանք չէր։ Այդ մարդկանց կյանքը կյանք չէր, երբ որ այդ մարդկանց ուղղակի, ասենք իրանց ընտանիքների առաջման, ասենց ոշխարի պես կոտորեցին։ Տեսել եք ինչպես են անզեն մարդկանց ուղղակի ասենց ավտոմատը դնում գլխում։ Հիմա եթե մենք չենք ուզում որ դա գա մեզ հասնի, մեր ընտանիքներին հասնի, մեր երեխաներին հասնի, որովհետեւ ձեռագիրը տեսանք արդեն, ընդ որում հետաքրքիրն է, մենք չենք այդ կադրերը տեսել բոլորս, որովհետեւ իրենք նկարել են դա։ Իրանք դա նկարում են որպես իրանց սխրագործություն։ Շատ են կադրերը։ Նկարում են իրանց սխրագործություն եւ մենք դա տեսնելով պետք է ասենք, մենք չպետք է լինենք այն ոշխարի տեղը, որին անզեն ավտոմատով բան են անում կամ վրան նստած ման են գալի եւ այլն, այն ինչ որ տեսել ենք։ Մենք պետք է դիմադրենք ու թույլ չտանք, որ միակողմանի զիջումներ լինեն։ Իմ համար մի փոքր այլ կերպ է ձևակերպած այն դասը, որը ես մեր համար խաղում եմ Սիրիայի ու Ալավիների այս պատմությունից, ու ինքը հետեւյալում է կայանում, մի քիչ հեռվից կամ հետո կասեմ, որ նա այսինքն թուրքոմանները այդ Սիրիայի ազգային բանակը ու Թուրքիայի կողմից հովանարված ուժերը արդեն իշխանության էին, արդեն քանի ամիս է իշխանության էին, բայց իրանք մեկը հաշվեհարդար տեսան Ալավիների դեմ ամենադաժան ձևով, այսինքն հետեւյալն է իմ համար քաղաքդասը, այն ինչ որ մենք խոսում ենք անցած անգամ Թուրքիայի մասին, Թուրքիայի էությունը պետք է հասկանալ եւ ընդունել, պետք չի մտածել, որ դա չափազանցություն է, պետք չի մտածել, որ դա միֆ է, պետք չի մտածել, որ դա երեխաներին վախեցնելու ինչ որ բաներ են, դա Թուրքիայի էությունն է, ինքը պիտի մոդեռնիզացվի, ոնց որ մենք ասում ենք իր մոդեռնիզացվի, այսինքն մեր ընկալումը դրա, բայց մարդիկ փաստացի նվաճել են արդեն երկիրը, ու իրենք մեկը հաշվեհարդար են տեսնում հազարներով իրան այլ մարդկանց նկատմամբ դա նշան, որովհետև ուզում են։ Դե նախ սա սկիզբն է, այսինքն այս բան մենք ունենք հաստատված 1000 մոտապես 500 սպանված Մալավի եւ իմ ջոց երկու օքել հայ, բայց նախ սա հաստատ վերջնական թիվը չի, որտեվ բազմաթիվ սպանություններ են կատարվել, որոնք ուղղակի ֆիքսված չեն։ Այո, չեն արձանագրված դեռևս։ Որտեվ տարել են մարդուն դաշտի մեջ մորթել բառի ուղիղ իմաստով եւ ուղղակի տեղ կտոր են արել բաժանել են այդ մարմնի մասեր ու վերջ։ Եվ երկրորդը, որ սա իրոք սկիզբն է, այսինքն այս պահին այդ ամեն ինչը մի փոքր կանգնել է, որովհետև ինչ որ մոնիտորինգ եւ այլն էս կողմենկով, մի քիչ աղմուկը շատ է, բայց հասկանալ է, չէ, որ մի անգամ արել են, էլի կանեն, խիչ են անի, այսինքն ինչի չպետք է անեն։ Հատկապես որ այդքան շատ չէր աղմուկը, ինչքան որ պիտի լինի նմանատիպ։ Հատկապես որ օրինակ Եվրամիությունը ասաց, որ вообще խնդիր չկա։ Դուք եք մեղավոր, reportedly ասում, այս հավանաբար ըստ տվյալների Ասադի լոյալիստները ասում բան արեցին եւ մենք ու սադրեցին ու ինչը ինձ իմ համար ինչն էր ամենա այդ հայտարարության մեջ չգիտես են որ լաստ ծիծաղես այդն էր որ գրել էին եւ խնդրում ենք բոլորին հարգել ասում է Սիրիայի սուվերենությունը եւ նոր իշխանությունների իրավունքը չէ territorial integrity ասում է հարգել Սիրիայի
Դե մենք առաջիկա տարիներին ցավոք սրտի ոնց որ թե ամեն ինչ ուշում որ տեսնելու ենք Եվրամիություն, Թուրքիա, Սիրիավեպի, Սիրիավեպի ականատես ենք լինելու, որովհետև հիմա այդ ամեն ինչը բխում է երկուս, այսինքն առաջին հերթին Եվրամիության շահերից եւ այդ դարաշրջանակներում ցավոք սրտի իրենք աջակցվել են Թուրքիայի ցավալապաշտական գրեթե բոլոր այսպես բաներին, հա, քայլերին Սիրիայում, Կովկասում եւ մնացած տեղերում, ոնց որ հեսա բանն է, էլի նորից փաստացի սկսել արդեն Ես ուզում եմ այստեղ երբ որ երկուս էլ ասում եք, հիշեցի տենց հերրակա բանավեճի մեջ մտնեմ, այսինքն բանավեճ էլ չէ, էլի, ուղղակի երթական անգամ ուզում արձանագրեմ շատ յուրահատուկ իրավիճակ, որ կա Հայաստանի ոչ միայն քաղաքական, այլ նաև տենց էլի փիլիսոփայական դաշտում, հատկապես այն մարդիկ, որոնք իրենց որակում են որպես բաներ, տենց առաջադեմներ, պրոգրեսիստներ, բաներ, որ մենք քաղաքականության մեջ չենք խառնվում, բան, մենք բոլորից էլ լավ ենք հասկանում, այս վերջերս է տեսել եմ 1-2 տես ճիշտ ասած մեկնաբանություն, ուզում եմ անդրադառնալ դրան, հետաքրքիր է, որ Թուրքիայի այս էությունը մենք գիտենք, խոշոր հաշվով հայ ժողովրդի ինստիտուցիոնալ հիշողությունն էլ է այդ իմաստով ով ինչ ուզում անի լավ հիշում թուրքական էությունը, որովհետև դե հայոց ցեղասպանությունը հնարավոր չի տենց հեշտ ջնջել էլ, ասել չի եղել ու փակել այդ թեման։ Բայց ֆենոմենալ է, որ այդ իրենց պրոգրեսիստներ, առաջադեմներ եւ այլն հռչակողները միակն են, որը փաստացի մեզնից պաշտպանում են Թուրքիային։ Եվ ասում են, որ չէ, ախպեր, այդ որ Թուրքիան Սիրիայում արեց, այդ էլ է տենց բացառություն։ Իրականում ու տենց գնում է մի հատ ինչ որ լավ իրականում գնացել որ ընդհատում եմ։ Այդ պրոգրեսիստ կոչվածները անունները չնշենք, էլի, բայց այս օրինակ որ Facebook-ը բացում են, պարբերաբար բերում ասենք, պատից մեջ, էլի։ Ախր նրանք ամենուր են, մենակ Facebook-ում։ Հա, չէ, ուզում ասեմ, այդ անուններով էլ գիտեմ, էլի, ովքեր են այդ դեմագոգիան ամեն օր, ասենք ամեն օր թխում, էլի, ամեն օր sense հորդում է այդ բանը, հոսքը դրանց։ Ես համոզված եմ, որ իրենք բոլորը դրա համար վարձատրվում են։ Բոլորը։ Ես չեմ կարծում։ Բոլորը վարձատրվում են դրա համար։ Մի բան քեզ ասեմ, էլի, այլապես այդ կարգի աբսուրդ ուղակի առանց վարձատրության։ Ես էլ եմ կարծում, որ տես չի։ Կարծում եմ բոլորը վարձատրվում են դրա համար, ավելին ձեզ ասեմ, էլի, տեսեք, Վարժան դու ինքդ բերում այդ օրինակները, չէ՞, Թուրքիան ոնց էր աշխատում Սիրիայի տարածքում, ոնց էր մարդիկ գործողում եւ այլն։ Համոզված եղեք, չեմ կարող ասածս մինչև վերջ ապացուցեմ, բայց համոզված եղեք, որ ովքեր Հայաստանում անընդհատ առաջ են բրթում այդ նորացված Թուրքիայի կերպարը, այն որ Թուրքիան մեծ ժողովրդավարություն է բերելու, այն որ Թուրքիան ճանապարհ դեպի Եվրոպա, այն որ Թուրքիան իրականում վերափոխվել է եւ այլն, այդ մարդիկ Թուրքիայից փող են ստանում։ Այլապես իրանք թողեն կգնային այստեղից, որտեղ մեծ մասը բացի դրանից ապաշնոր մի հատ տարա, հասկանում եք, եւ ես չեմ հասկանում իրանք եթե այդ բանը չունենային, հա, այդ ֆինանսավորումը չունեն, ընդհանրապես կյանքում ինչով պետք է զբաղվեն։ Դե չէ, ուղղակի պետք է գիտակցենք, մենք կներես միտքս վերջացնեմ, էլի, որ Թուրքիայի եւ ռեսուրսները եւ Թուրքիայի այսպես ասած նպատակադրվածությունը այնքան ուժեղ են, որ իրանք այս տարիների ընթացքում այդ ամեն ինչը կառուցել են։ Մեր ներսում, Հայաստանի ներսում, մեր ներսում չկա Սունի, Ալավի, չէ Շիա, Իսմայելի, Դրուզ, չկա, բոլորը թվում է առաքելական դավանանքի հայ քրիստոնյա մարդիկ են։ Բայց արի ուտես որ իրանց մի մասի գիտակցությունը թունավորված է։ Հա, որոշ մարդիկ էս համոզված են, որ ֆինանսավորվում են, որոշ մարդիկ էս համոզված են, որ ֆինանսավորվում են ոչ թե Թուրքիայի կողմից, այլ պետությունների կողմից, պարզապես այնտեղ շահերի համընկում կա, իդեպ մեծ մասը հենց այդպես էլ կարծում եմ, որ արվում է, բայց այդտեղ կան, ինչպես եւ ցանկացած ռոպագանդիստական շրջանակներում կոնտենտ եւ մտքեր եւ էություն գեներացնողներ ու կան այդ բաբլի այդ պղպջակի մեջ ընկնողներ, իրանք ինչի են ընկնում հոգեբանական տեսանկյունից։ Ես գեներացնողների մասին եմ խոսում։ Ես խոսում եմ գեներացնողների մասին։ Ես պիտի ասեմ, որ նույնիսկ գեներացնողներից կան հռոմի պապուց կաթողիկ։ Մի ասալի որ դրանց մեջ ազնիվ մարդիկ կան։ Ես չեմ ասում, որ ազնիվ մարդիկ կան, ես ասում եմ, որ օգուտները, որոնք որ մարդը քաղում է ինչ որ այս կամ այն բանը առաջ բրթելուց, միշտ չեն ֆինանսական, երբեմն դա իր հոգեբանական բանից բխող օգուտներ են, երբեմն իր դիրքից, իր կյանքից, իր դիրք ունենալու ցանկությունից, տեսեք, ես ինչ քուլ եմ sense բաներ եմ ասում, զատո ինձ հոգի կարծում։ Եւ այլն, հա։ Ամեն դեպքում հեղափոխական դատանը երկուստ էլ որպես վկա կանչի, որ դուք անուններով եք այլով ասեք, բայց իրապես ես էլ եմ տեսնում այդ բանը, միտումը մատուցել որպես օբյեկտիվության, ռացիոնալության, սթափության եւ պրագմատիզմի դիրքերից ելած բան մեկնաբանություններ, բայց այդ մարդիկ համառորեն չեն ուզում նկատել
կամ վճարվում են կամ իրոք բան են, ուզում են իրոք դրան այդ պատկերին հավատալ, որտեվ իրենց այդ մեծ գծած պատկերին է դա բռնում, որտեվ երբ որ ինքը ասում է, որ թուրքերը վտանգ չեն, ինքը դրանով ավտոմատ արդարացնում է իր հանրային կյանքում пассивությունը, հարմարվողականությունը, քաղաքական հարցերում սխալվելը եւ այլն, որտեվ մի բանա որ ասում է, գիտեք, Թուրքիան իսկապես վտանգ կարող է ներկայացնել, այդ նշանակում է, որ գիտես, երբ որ ես անտարբեր եմ ու չեմ դուրս գալիս փողոց թուրքական վտանգի դեմ պայքարին միանում, ես փաստորեն դրանով բան եմ անում, հա, նպաստում եմ այդ թուրքական վտանգի ուժեղացման։ Ուրեմն վտանգը բայց ես տունն եմ նստած, եթե ինքը ասի, որ խոստովանի, որ վտանգ է, ինքը չի կարա տունը նստի, այդ արդեն ինքը իր հետ է խնդրեմ ունեմ, իր շրջապատի հետ է խնդրեմ ունեմ։ Դրա համար այդ բանը կա, նաև այդ ոնց որ пассив sense պաշտպանողականությունը կա։ Այնուամենայնիվ պետք է արձանագրել եւ ելի եմ ուզում ասել, որ նաև մեկնաբանություններում կարծեմ տենց բաներ հաճախ են էլի գրում, որ սա իմ ցանկությունը չէ, սա ձեր ցանկությունը չէ, որ Թուրքիան վատն է։ Այդ դա պրագմատիկ իրականություն է եւ Թուրքիան ինքն իր համար շատ լավն է։ Այսինքն Թուրքիան, Էրդողանը, թուրքական քաղաքական միտքը շատ լավն է իր քաղաքացիների համար, իր պետության համար։ Այն վատն է մնացած բոլորի համար։ Բնական այլապես դու Էրդողանը չէր ընտրվի այսքան։ Եվ ոչ միայն Էրդողան, այս պետությունը այդքան չէր լինի, հա։ Եվ մի բան էլ ասեմ, որ այստեղ միշտ այն հենց որ քարոզա գալիս, այսինքն հենց որ ընդդումներ են լինում, թեզեր են հնչեցվում, որ գիտեք ինչ կա, մենք ենք մեզ վատ պահել դրա համար են թուրքերը մեր հանդեպ տենց, հա։ Մի անգամից այդտեղ կարող եմ ասում բան, հա, propaganda detected, որովհետև ակնհայտորեն գործ ունենք թուրքական քարոզության հետ, կապ չունի մարդը գիտակցում է դա, թե չի գիտակցում, որովհետև թուրքերի հետ խնդրեմ ունեն հույները, արաբները, բուլղարները, ռուսները, իրանցիները եւ այլն, ու ոնց եղավ որ բոլորը քրդերը, ոնց եղավ որ բոլորը սխալ են, թուրքերը ճիշտ են, այսինքն ոնց եղավ որ բոլորը ուրեմն խնդրեմ են թուրքերին հարուցել, իսկ թուրքերը չէ, այդ նշանակում որ դու թուրքական թեզ ես պաշտպանում, դու թուրքական դիրքորոշում ես պաշտպանում։ Բնական է։ Ես մի թեթև բանը խոսակցության բանը վեկտոր բանանով էլի փորձում շրջեմ հիմա դեպի ապագա, որովհետև տես Սիրիայում մենք ստացել ենք այս շարաչուն հիբրիդը հիմա, հա, իդեպ մենք պրակտիկորեն կենտրոնանալով ալևիների թեմայի վրա չխոսեցինք քրդերի թեմայի վրա։ Ես ուզում եմ հենց հիմա հարցնել, իսկ ինչպես են քրդերը, եկեք մի քիչ այդ գիտենք որ այս օրերին նաև այնտեղ տեղի ունեցավ որոշակի համաձայնություն, որը մի քիչ տարօրինակ համաձայնություն է, մենք չգիտենք էլի այդ ճակերտներով խաղաղության պայմանագիրը քրդերի եւ սունի արաբների միջև կամ թուրքերի միջև ոնց որ դա թուրքերի այդքան էլ իմիջալուց ոնց որ թե այդքան էլ գոչ են դրանից որտեվ դա ոնց որ Ալ-Շարայի կողմից առաջ տարվող նախաձեռնություն է եւ ոնց որ թե թուրքերը այդքան էլ գոչ են այն պայմանների որոնք ձեռք են բերվել նրանք ավելին կուզենային լիակատար զինաթափում եւ այլն մի հատ փորձենք վարժան ընդհանրական հասկանանք էլի Սիրիայի հետ ինչա տեղի ունենալու վերջ որտեղ մենք հասկանում ենք որ առանց այդ երկրի հիմա հայտնվել է սունի արաբների ձեռքը թուրքական ազդեցությունից վրա շատ մեծ է, բայց միարժեք չի, որովհետև կա նաև օրինակ Սաուդյան Արաբիայի ազդեցությունը։ Եվ մենք ունենք ըստ էության 3 մեծ կազմակերպված համայնք հարաբերականորեն, առաջինը քրդերը, որ ամենակազմակերպվածն են, զինված են եւ աշխարհագրական իմաստով նաև որոշակիորեն անջատված են, հա, գետա եւ այլն, Եփրատ գետնա իրանց անջատում է։ Ներքևը մենք ունենք դրուզներին, որոնք ավելի փոքր համայնք են, բայց ունեն Իսրայելի աջակցությունը որոշակի, եւ ունենք ալևիներին, որոնք ենթադրաբար ունեն Իրանի աջակցությունը, բայց այդ աջակցությունը պրոբլեմատիկային իմաստով, որ աշխարհագրակորեն նա ոչ թե Իրանին մոտ, այլ ընդհակառակը։ Իսրայելի արդեն դա բարդ ասել, չէ։ Իսրայելը ուզում է։ Իսրայելը ուզում է։ Հիմա մենք ունենք այս ոնց որ կոնֆիգուրացիան, հա, կենտրոնում սունի արաբները, այստեղ քրդերը, այստեղ ալևիները, այստեղ դրուզները, այս Սիրիայի քարտեզը եթե դուք պատկերացնում եք, եւ փորձենք հասկանալ, էլի, եւ քո կանխատեսումներն է շատ հետաքրքիր, ինչ է լինելու այս երկրի հետ։ Նա կարողանալու է որպես մի ամբողջություն ապրի, ռեինտեգրվի, այս ցավը, այս տրավման, այսպես ասած, այս կոտորածների վերապրի, թե սա դառնալու է շարունակական արունահոսող վերք մի հատ։ Եթե կարճ պատասխանեմ, ապա որպես այդպեսին Սիրիա գոյություն չունի անցած տարվա նոյեմբեր ամսվանից։ Ինքն կա Սիրիա պետության այդ բանը արտաքին գաղափարը աբալոչկա կոչված ռուսերենում, բայց բովանդակային առումով այլևս մեկ միասնական Սիրիա պետություն չկա։ Հա եւ չկա Սիրիա պետությունը այն իմաստով, որով իրեն ստեղծել են 1920-30-ականներին գաղութատեր երկրները, մասնապես Ֆրանսիան եւ Բրիտանիան, որտեղ ինքը ստեղծված էր որոշակի սկզբունքի հիման վրա, արդեն ասի, հա, քրիստոնյաները գնում են Լիբանան, բաները մուսուլմանները գալիս են դեպի մուսուլմաններ եւ իպրոչի, հա, եւ մնացածը գալիս են Սիրիա, այդ Սիրիան դառնում է այդպեսի ամբողջական պետություն, եւ ինքը տենց մոդեռնիզացված, բանը, չէ, նույնիսկ երկրորդ ոնց որ լեզու ըստ էության ֆրանսերեն է այդպես
պետության։ Եթե գերբը նայում եք, վրան արաբերենն է եւ ֆրանսերենն է միջև հիմա։ Եվ այլ բազմաթիվ բաներ, հա, այսպես ինստիտուտներ եւ այլն։ Հիմա խոշորաշով այդ պետությունը այդ ձևով, որով որ ինքը մտածվել է, գոյություն չունի։ Ես չեմ ասում, որ հին սիրիական քաղաքակրթություն չկա, բան, չէ, խոսքը դրա մասին չէ։ Այն տեսքով, այն սահմաններով որ գծվել է, այո, որպես քաղաքական պրոյեկտ այլևս գոյություն չունի։ Ինչ են փորձում անել այս նոր իշխանությունները Թուրքիայի հետ միասին։ Իրանք այո փորձում են այդ ամբողջ տարածքը իրենց վերահսկողության տակ պահել։ Բայց նախ արդեն դա չի ստացվի։ Որովհետև հաստատ վստահեցնում եմ Իսրայելը չի զիջելու այն ինչ որ գրավել է։ Ընդ որ գրավել է նաև վերջի մի քանի ամիսներին, հաստատ Թուրքիան չի զիջելու այն ինչ որ գրավել է։ Նկատեք, որ խոսք չկա այդ մասին, որ թուրքական զորքերը պաշտոնապես Թուրքիայի Հանրապետությունը ինչը գրավել է երկրի հյուսիս-արևելքում 2016-20 թվականի ընթացքում։ Ոչ մի խոսակցություն դրա մասին չկա։ Այսինքն որևէ զինադափման զորքերի դուրսբերման չկա, եւ ես վստահ եմ, որ չի լինելու, որովհետեւ այնտեղ փաստացի թուրքական քվազի պետություն է ստեղծված, որը վաղ թե ուշ ինտեգրվել է Թուրքական Հանրապետությանը։ Այսինքն արդեն իսկ այն տեսքով որ գիտենք չի լինելու եւ ամենակարևորը դրանց Հալեպը դրա մեջն է չէ Հալեպը չէ դա մոտավորապես 4000-5000 քառակուսի կիլոմետր տարածք է երկրի հյուսիս-արևմուտք, հյուսիս եւ հյուսիս-արևելք, ընդ որում հիմա Թուրքիան ակնհայտորեն փորձել է այդ երկու տարածքները նաեւ այնպես անել որ իրար կցնի, այնտեղ են փորձում միջանցք ստեղծել այդ բառով էլ ժամանակին ասում են բուֆերային գոտի Սիրիայի հաշվին չէ այո բայց հիմա էլ կարիք չկա բոլորը ասում են հայտնի բան կա չէ ռուսերեն ասում են все понимают, հա բոլորը ամեն ինչ հասկանում են որ որևէ խոսք չի լինելու դրա մասին հետեւաբար ինչքան էլ Ալ-Շարան նույնիսկ փոքվի թուրքական ազդեցությունից մեկը այն տեսքով որ մենք գիտենք չի լինելու ես արդեն ոնց որ ավելի եթե ապագային միտված ասեմ ես համոզված եմ որ մենք առաջիկա տարիներին ցավոք սրտի տեսնել ենք շարունակական բախումներ ցեղային կռիվներ տարաբնույթ այսպես փորձեր նոր վարչական սահմաններ գծելու այն տարածքում, որը նախկինում կոչվում էր Սիրիա։ Կարող է այդ աբալոչկան այդ գաղափարը շարունակի պահպանվել դեռ երկար ժամանակ, բայց ոնց որ ասենք Լիբիան մակում ունի մի ներկայացուցիչ իրականում այդ երկիրը բաժանված է առնվազն երկու պետությունների, նույնպես լինելու է Սիրիան։ Եվ այստեղ դեռ շատ մեծ հարց է ինչքան է Թուրքիայից ջանք պահանջվելու, որպես ինքը կարողանա երկրի հնարավորինս լայն տարածքում ունենալ իր, այսպես ասած, լիարժեք ազդեցությունը, որովհետև խաղադրույքներն այնքան մեծ են, որ սրա մեջ ներգրաված է փոքր Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Էմիրաթները, Իրանը, իսկ ով ասեց, որ Իրանը այնտեղ նորից չի փորձելու հիմնավորվել, հա, եւ փորձումը, իսկ ով ասեց, որ այս հարցից լրիվ դուրս են եկել ռուսները, իսկ ով ասեց, որ Միացյալ Նահանգները այլևս չեն փորձելու այստեղ թեկուզ զորքերը հանելով, բայց ինչ որ դերակատարություն։ Այսինքն մենք գործ ենք ունենալ առաջիկա տարիներին, ասենց բանողով բլբլթացող կացայի հետ, որտեղ գցելու են, վառելու են տարբեր ուժերի եւ ընդհակառակը հանելու են նոր ուտեստներ, այս դեպքում նոր քաղաքական տարբեր միավորներ։ Եւ ցավոք սրտի ես կարծում եմ որ Սիրիան նախերգանքն է ամբողջ մերձարևելքի վերասահմանազատման, եթե կարելի ասել, կամ վերայո ձևակերպման, որովհետև խոշորաշով են արհեստական սահմանները, որ գծվել են 1918 թվականից հետո, առաջին համաշխարհային պատերազմից հետո, դրանք վաղ թե ուշ պետք է տեղի տան, հատկապես երբ որ չկան այլևս միջազգային երաշխավորներ, որ այդ սահմանների այսպես կայունությունը ապահովում են։ Ճիշտ ինչպես եղավ Սիրիայի դեպքում, ճիշտ ինչպես եղավ Լիբիայի դեպքում, ճիշտ ինչպես որ եղավ Իրաքի դեպքում, չէ՞ որ ֆորմալ առումով իրանք հենց գծերի մեջ են, բայց իրականության մեջ երբ որ դու Իրաքի Բաղդադից գնում ես դեպի Էրբիլ, հենց դու այդ լեռնազանգված անցնում ես, դու հայտնում ես լրիվ ուրիշ պետության։ Այն Իրաքը չի, որը որ մենք լավ է որ դու Էրբիլը նշեցիր, ես հենց դրա մասին եմ ուզում հարցնել։ Մի հատ փորձենք հասկանանք, էլի ինչքանով է հավանական նաև այն սցենարը, որ ի վերջո քրդերը Սիրիայում կարողանան պահպանեն իրենց հարաբերական ինքնավարությունը եւ ի վերջո կարողանան միավորվել Իրաքի Քրդիստանի հետ։ Մի հատ դրա մասին խոսենք, որովհետև մեր համար դա շատ շոշափելի հետևանքներ կարող է ունենալ եւ ինչ որ իմաստով մեր համար հետաքրքիր հետևանքներ կարող է ունենալ դա որպես զարգացում։ Բարդ հարց է կանխատեսման համար այն իմաստով, որ կարող է պատահել ամեն ինչ, հա, ինչպես հասկանում եք մեր ձեռքում հիմա այնց փուլ է, որ ոչ մի քաղաքագիտական վերլուծություն հերու չի պիտակավորելու որպես քաղաքագիտական սպեկուլյացիա։ Նկատի ունեմ ով ուզում է խոսալ, բայց կա մի հենց դրան եմ գալիս, որ կա մի գործոն, որը ինձ թույլ է տալիս առնվազն 2015 թվականից, երբ որ ես դա իմ աչքով եմ տեսել Թուրքիայի միջայլոց, պնդել, որ տարածաշրջանում քրդական պետության լիարժեք պետության ստեղծման հարցը միևնույնն է ժամանակ
ժամանակի հարց է։ Եվ այդ գործոնը բնականաբար ժողովրդագրականն է, դեմոգրաֆիական։ Ես իմ աչքով եմ տեսել տարբեր հետազոտությունների ընթացքում, դաշտային հետազոտությունների, դաշտային այցերի ընթացքում ոնց է փոխվում քրդական ամենօրյա կենցաղն ու մշակույթը, որը նաև հետո դառնում է քաղաքական մշակույթ, այն բանի շնորհիվ, որ իրանք 5 տարի անց ստեղ, չգիտեմ, 1000 հոգի էին, 5 տարի անց ստեղ իրանք մոտապես 3000 հոգի են, 3 անգամ ավելացել։ Դեմոգրաֆիկ աճը, Դեմոգրաֆիական աճը շատ բարձր է եւ Թուրքիայում, եւ Սիրիայում, եւ Իրաքում։ Ընդհանրապես օրինակ Թուրքիայի ամբողջ բնակչության համեմատ քրդերը միակ աճող բանն են, ավելին ասեմ, այսինքն միակ։ Ես կարամ թվեր նշեմ, ուրեմն նայեք, Քուրդիստանում, քրդական հատվածում մի կնոջ հաշվով պատխաբերությունը գերազանցում է 2.5-ը։ Մնացած Թուրքիայում 1.3 է։ Պրակտիկորեն դրա կեսն է։ Իսկ Իրաքում ու Սիրիայում Իրաքի թվերը չեմ կարող ասեմ, բայց Թուրքիայում թուրքական վերարտադրության գործակիցը հիմա պրակտիկորեն 2 անգամ ավելի ցածր է, քան թե քրդականը։ Եվ եթե դու դա պրոյեկտում ես երկար ժամանակի մեջ, դա նշանակում է, որ դեմոգրաֆիական հարաբերակցությունը շատ դուրս փոխվել է։ Իհարկե այնտեղ լրացուցիչ գործոններ են ազդում են քրդերի արտահոսքը իրանց բնակության հիմնական արեալից, մեծ արտահոսքը եւ այլն, հա, բայց բնականաբար աճը այնտեղ շատ ավելի մեծ է։ Բավական կազմակերպված են, եթե ես ճիշտ եմ հասկանում։ Կազմակերպված են դառնում, որովհետեւ մենք գործ ունենք մեր աչքի առաջ ժամանակակից աշխարհում թերևս այն ամենամեծ ազգակերտման գործընթացներից մեկի հետ, եւ այդ ազգակերտման գործընթացը բնավ մենակ չի սահմանափակում քրդերի այսպես հիմնական բնակության վայրով, այդ ազգակերտման գործընթացը օրինակ տեղի ունենում Եվրոպայում ապրող քրդական համայնքներում, դա տեղի ունենում վիրտուալ տիրույթում շատ բան ունեք, ես մագիստրոս եմ ունեցել ուսանող, որի մագիստրոսական աշխատանք հետազոտությունը հենց այդ դրան է նորած, թե ոնց է քրդական ինքնություն կերտվում բանում վիրտուալ տարածքում։ Դա շատ հետաքրքիր գործեր, միջերից 20-րդ դարում մենք ինքներս ենք նպաստել քրդական ազգային բանի, հա, ինքնագիտակցության կերտմանը շնորհիվ Ալեք Մանուկյան փողոցում այն ժամանակ այդպես չէր կոչվում, բայց այսօր ռադիոյի, որովհետև հանրային այն ժամանակվա սովետական հայկական ռադիոն դա միակ ռադիոկայանն էր, որը հեռարձակում էր դեպի Արմենիան Հայաստանում, Թուրքիայի Հանրապետությունում ապրող քրդեր ազգայնական կոնտենտ, մասնապես երգեր, որը դարձել է 1950-60-ականներին քրդական ինքնագիտակցության բարձրացման կարևորագույն խթան եւ սրա ներված կան արդեն կարող եմ ասել մի քանի շատ լավ հետազոտություններ, ընդ որում մենք չենք արել, դրսում են արել ոնց են հայկական երգեր, այսինքն հայկական ռադիոյով հեռարձակվող քրդերեն երգերը նպաստել քրդական ինքնագիտակցության զարգացմանը։ Շատ հետաքրքիր թեմա է իսկապես եւ ստացվում է, որ մենք հələ այդ գործընթացի շարունակությունն ենք ականատես լինում։ Նորից եմ ասում, ես Թուրքիայում դա տեսել եմ տարբեր դրվագներում, հիմա ինչ դրսևորում։ Օրինակ մեկը եկեք ասեմ, որ իսկ թվում է շատ խոսուն է։ Օրինակ երբ որ ես առաջի անգամ էի գնում Թուրքիա, այնտեղ առաջի տարիներին էի գնում 2008-9-10 թվականներին, օրինակ այդ ժամանակ ես չեմ տեսել երբևէ, որ փողոցում բանուկ փողոցներում, այն էլ ասենք Ստամբուլ կամ Անկարա, քուրդը թույլ տա իրեն բարձրաձայն քրդերեն խոսել։ Դա կարող էր հանգեցնել ոստիկանության կողմից ձերբակալման, պատժի, ծեծի եւ այլնի։ Եվ տարիների ընթացքում ես աշխարհում սկսում էի ոնց է դա փոխվում ու 2015 թվականի ամռանը, երբ որ բավական երկար ժամանակ էլի հետազոտությամբ այնտեղ էի, Ռամադանի միջելոց ամիսներ, սրբազան այսպես պահքի ամիսներ, այդ ժամանակ ես հիշում եմ, որ Ստամբուլի ամենակենտրոնում Գալաթասարայի վարժարանի դիմաց Ռամադանի գիշերը, որտեղ ոստիկանությունն է հասկում եւ այլն, քուրդ երիտասարդները այնքան շատ էին, որ իրանք ասես կանգնել էին շուրջբար ամենակենտրոնում, դա Ստամբուլի ամենահնարավոր սիրտն է, էլի ավել Իստիկլալ հայտնի պողոտայի վրա, եւ երգում էին ոչ միայն քրդերեն, այլ երգում էին քրդական ազատագրական երգեր նվիրված Ափոյին, Աբդուլլահ Օջալանին ու ոչ մի բան, որտեղ իրանք այնքան շատ էին։ Այնքան շատը շատ։ Այսինքն վիզուալ նույնիսկ տեսնում էր, որ իրանք շատ են, որը իրանք տալիս է, այսպես ասած, դուխ, վստահություն, բան, համառություն, դες բաներ, եւ հետո էլ եմ տեսել նմանատիպ բաներ։ Այս ընդհանրապես մի պատառիկ եմ ասում։ Այսինքն մենք տեսնում ենք քրդական ինքնագիտակցության զարգացում առաջին հերթին իր հաշիվն է, որ իրանք գիտեն, որ իրանք շատ են, եւ այդ աճի գործոնը շարունակվում է։ Եվ դրան զուգահեռ կա եւս մի կարևոր գործընթաց առնվազն Թուրքիայում։ Քրդական ազատագրական պայքարը ռազմականից բացի ստանում է նաև քաղաքական դրսևորվում իդեմս նրա, որ իրանք հասել են նրան այսօրվա Թուրքիայում, որ իրենց
կուսակցությունը մի անգամից չի փակվում, ոնց որ առաջ էր։ Բացում էին 2-3 ամսից համանդատական դատանը փակել էր տալիս։ Հիմա իրենք հասել են նրան, որ իրենք ունեն կայուն ներկայություն պարլամենտում, իրենք որոշիչ ուժ են համապետական ընտրությունների ժամանակ եւ վերջապես իրենք ձևավորվել են, այսպես կարող եմ ասել, մի ամբողջ փաղանք քաղաքական քուրդ գործիչների, որոնք ունեն փորձառություն ոչ միայն դաշտում կռվելու, դա էլ է կարևոր, այլ նաև քաղաքական բանավեճերի, քաղաքական իմաստով հարցերը բարձրացնելու, որը շատ կարևոր է ընդհանուր զարգացման։ Վարուժան, այստեղ հարց է միանգամից մոտ ցակում, իսկ քրդերը գիտեն թուրքերը, այսինքն քրդերի մոտ կա գիտակցությունը թուրքերի մասին։ Մի մասի մոտ կա, մի մասը շատ լավ հասկանում է, սա բան, այսպես ասած, եթե բնազդային բառը տեղին է, այսինքն ինքնագիտակցության մասում կարևոր բաղադրիչ է այդ թուրքական վտանգը, վերջ-վերջ այդ մարդիկ շարունակում են ապրել Թուրքիայում բազմաթիվ սահմանափակումների ներքո, սահմանափակումներով։ Բայց միևնույն ժամանակ կա նաև քրդերի մեջ մի զանգված, որի մոտ ուժեղ է իսլամական ինքնագիտակցությունը, հետեւաբար իրենք ավելի պրոերդողանական։ Ինձ թվում է մենք Սիրիայից հիմա այդպես սահուն անցում կատարեցին Քրդիստանին, բայց ես կառաջարկեի, որ հաշվի առնելով հարցի եւ բարդությունը եւ նաեւ մեր ունկնդիրների հետաքրքրությունը ենթադրաբար այս խնդրի շուրջը, հիմա չփորձենք մեր թողարկման վերջի րոպեներին Քրդիստանի բազմաբարդ հարցերը, որովհետեւ Քրդիստանը հետո պետք է հիշենք, դա իրականում 3 առնվազն, եթե չհաշվենք Չունսկի Իրանը 4 պետությունների տարածքում գտնվող շատ խայտաբղետ բնակչություն, եւ կրոնական իմաստով, եւ լեզվական իմաստով, եւ ցեղային իրանց բաշխումներով եւ այլ, ինձ թվում է վարժան չեմ չափազանցի, թե ասեմ, որ ապագայում մեր թողարկումներից մեկը կարող ենք ամբողջապես սրան նվիրենք, իսկ հիմա վերադառնալով Սիրիային, ըստ էության եւ հաշվի առնելով, որ մեր ժամանակը սպառվում է, ընդամենը խնդրենք քեզ, որ վերջի երևի ամենակարևոր միտքը էս իմաստով արտահայտես, ինչն է քո համար քո տեսանկյունից ամենակարևորը, որ մեր հանդիսատեսներին ինչով թողենք։ Ինչ չհարցրեցինք, ինչ չհարցրեցինք հարցնել, որովհետև շատ հետաքրքիր թողարկում էր, մենք էլ անընդհատ հարցերով վրա հասանք, որովհետև իսկապես շատ հետաքրքիր է։ Իրականում Սիրիան մեզ համար իսկապես բաց դասագիրք է, այն ինչ որ տեղի ունենում Սիրիայում բառացիորեն նույնիսկ մարտավարական մակարդակում, ինչպես արդեն ասի, կրկնում են Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի նկատմամբ։ Այսինքն այս իմաստով, երբ որ մեր դիտողները լսում են տարբեր քարոզություններ, այն մասին, որ հեսա խաղաղություն անելու, կայունություն անելու եւ այլն, նայեք Սիրիային եւ հասկացեք ինչ է լինելու, հա, միանգամից։ Եթե մենք վարվենք այնպես, ինչպես ցավոք սրտի վարվել են նաեւ Սիրիան, բայց միևնույն ժամանակ ես չեմ ուզում հաղորդումից տպավորություն ստեղծվի մեր դիտողների մոտ, որ ես միայն պախարակում եմ Սիրիային։ Սիրիան իրականում եւ Սիրիայի հերոսական ժողովուրդը տարմասն 10 տարի դիմադրել է մենակ, ապա նաեւ գործընկերների շնորհիվ դիմադրել է թուրքական եւ ոչ միայն մեծ էքսպանսիային։ Այսինքն իրենք 11 տարի կենաց մահու կռիվ են տվել եւ եթե իրենք այն ժամանակ չդիմադրեն, այս ամենը շատ ավելի վաղ էր լինելու։ Այսինքն իրենք դրա շնորհիվ Սիրիային կյանք են տվել։ Եվ այն պահին, երբ որ իրանք են հավատացել, որ վերջ էլ կռվելու կարիք չկա, միանգամից ստացել են պատասխանը։ Հետեւաբար այս տարածաշրջանում եւ հիմա եւ առաջիկա մի քանի առնվազն որևէ վարքյան չպետք է թողես այդ բանը, հա, ինչ որ Թուրքիայում հայտնի ասացված կա, ասում է երբևէ ձերքիդ փայտը երբ որ շատ երբեք թուրքերենում ասացված կա։ Հետաքրքիր է, որ մենք նույնն օգտագործում ենք իրենց մասին խոսելուց, որ ասում է Թուրքիայի հետ ընկերություն արա, բայց փայտը ձեր տատս ինձ տենց ասում այն դեպս։ Իրենք շատ լավ են հասկանում այս տարածաշրջանը։ Ի տարբերություն մեզ բոլորից, որ կարող ենք հասկանալ, բայց չենք ուզում։ Ինձ թվում է, այո, Վարուժանը շատ կարևոր ուղերձ տվեց, որ մենք երբևիցե զգոնությունը չպետք է կորցնենք, երբևիցե հարաբերական, այսպես ասած, խորհրդանշական փայտ, իսկ իրականում զենքը մեր ձեռքից պետք է բաց չթողենք։ Եվ պետք է պատրաստենք պաշտպանենք այն ինչ որ մենք սիրում ենք, այն ինչով մենք ապրում ենք, այն ինչ որ մեր համար թանկ է։ Դրանով երևի մենք այսօր կարող ենք մեր այս իսկապես շատ հետաքրքիր թողարկումը ավարտել, հիշեցնեմ, որ դուք ականատես եք հայկական գործոնին, ձեզ հետ էր Ավետիք Չալաբյանը եւ Նունե Մելքումյանը, ինչպես նաեւ մեր հյուրներ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը եւ խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ոդկասթին, Ալիքին YouTube-ում, մեր Instagram-ին, Facebook-յան էջին, TikTok-ին, այնտեղ որտեղ որ ձեզ հարմար է, մենք ամենտեղ կանք եւ առայժմ կհանդիպենք։ Շնորհակալ եմ, մնացեք մեզ։